Հետևորդներիցս մեկը հետաքրքրվում էր, թե ինչպես ձերբազատվել կասկածամտությունից։ Նախ եկեք տեսնենք, թե ինչու են մարդիկ կասկածամիտ։ Ես հաստատ գիտեմ, որ ձեզանից մեծամասնությունը հասկանում է, որ դա ցածր ինքնագնահատականից է եւ անինքնավստահությունից։ Օրինակ, երբ կասկածամիտ մարդուն հաճախ խոսում են, նա շատ սառն է արձագանքում, որովհետեւ չի հավատում, որ դա իրականություն է։ Նրան թվում է, թե սուտ են խոսում, ձեռք են առնում իրեն, եւ ուրեմն ինչու է այդպես, նա մտածում, որովհետեւ ինքն իր հետ համաձայնության չի գալիս, ինքն իրեն շատ ցածր է գնահատում, իսկ եթե մարդը ինքն իրեն չի գնահատում, չի ընդունում, ինչպես կարող է ուրիշի ասածը ընդունել։ Հիմա ինչ պետք է անել։ Նախ ես ասեմ, որ կասկածամիտ մարդը, չնայած նրան, որ չի ընդունում այլ մարդկանց ասածը, այստեղ ինչ որ հակասություն է լինում, նաև կախվածություն ունի այլ մարդկանց կարծիքից, այսինքն նրա տրամադրությունը, նրա առօրյան կախված է նրանից, թե ինչպես են ուրիշները իրեն վերաբերվում, որովհետև ցածր ինքնագնահատական ունի, չէ։ Եվ ուրեմն ես ձեզ ինչ եմ ուզում ասեմ, հարգելիներս, ուրեմն դուք վաղուց արդեն փոքր երեխա չեք, դուք հասուն ինքնուրույն մարդ եք, եւ չպետք է ձեր իսկ մասին ձեր պատկերացումը կախված լինի այլ մարդկանցից։ Եթե օրինակ ասեցին դուք գեղեցիկ եք, ուրեմն իրոք դուք մտածում եք, որ դուք գեղեցիկ եք եւ տրամադրությունը բարձրանում է։ Եթե ասեցին, որ դուք այդքան էլ խելացի չեք, ուրեմն դա ձեր համար աշխարհի վերջն է։ Չէ, չպետք է այդպես լինի։ Այդ կարգի չպետք է ձեր վրա ազդի այլ մարդկանց կարծիքը։ Դուք պետք է աշխատեք ձեր վրա եւ ունենաք շատ կայուն հիմք, որպեսզի ոչ մի կարծիք ձեր վրա չազդի, այդ ժամանակ, երբ որ ձեզ կհաճախոսեն, դուք շնորհակալությամբ կընդունեք այդ մարդկանց հաճախոսությունը եւ այլևս խնդիր չեք ունենա։ Համ մեկ բան եմ ուզում ասեմ, անցյալ վիդեոյում ես երկու բառը սխալ էի գրել, համ կասկած բառն էի սխալ գրել, համ էլի ինչ որ մասին բառն էի սխալ գրել, ես հայցում եմ ձեր ներողամտությունը, առավոտվա շուտ ժամեր, երևի դեռ քննադատախ էի, դրա համար չկարողացա ուղղել, իսկ վիդեոն արդեն նկարելուց հետո հնարավոր չի ուղղել, այնպես որ լավ օր ձեզ։